Բայց այսօր քննարկվող հայտարարության տեքստում այդ համամարտկային համագործակցությունը գրեթե անտեսված է։ Շեշտը դրված է միայն խորհրդային միության վրա, առանց խոսելու այն երկրների մասին, որոնք ոչ պակաս վճռորոշ դեր են ունեցել հաղթանակում, ինչպես օրինակ Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի եւ այլ պետությունների մասին։ Բացի այդ, տեքստում արհեստականորեն իրար են կապվում 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցող իրադարձություններ, խոսքը Շուշի ազատագրման եւ երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի մասին է։ Այսպիսի զուգահեռները որևէ առնչություն չունեն իրենց բնույթով, պատմական ժամանակով ու միջազգային ընկալմամբ։ Տեղեկացնեմ նաև, ինչպես նաև պարոն Աբրահամյանն ասաց, ազգային ժողովն իր պատմության մեջ ընդունել է թվով 14 հայտարարություն, որոնք վերաբերել են հրատապ հարցերին։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի կողմից ագրեսիային եւ այլն։ Նախորդիվ էլի այստեղ նստած նախկին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ այլ падգամավորներ կան, որոնք երբևէ չեն առաջարկել հայտարարության տեքստ ունենալ, օրինակ 75-ամյա Հոբելյանին, 70-ամյա Հոբելյանին եւ այլն։ Մշտապես հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահը, վարչապետը, ազգային ժողովի նախագահը։ Ուրեմն հարց է առաջանում, հարգելի գործընկերներ, ինչու են հանրապետական падգամավորներն առաջարկում հենց այս առիթով ընդունել հայտարարություն։ Հարգելի գործընկերներ, քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հայտարարությունը հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծը 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 27 դեմ 54 ձեռնպահ 2 որոշումը չի ընդունվել։